Շիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 1-ին մի շարք խուզարկություններ են կատարվել Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի, Շուշի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման անդամների ու նրանց հարազատների բնակարաններում։ Ոստիկանները փնտրել են զենք, զինամթերք։ Զենք են հայտնաբերել միայն Թաթուլ Մանուկյանի բուժական գյուղում գտնվող առանձնատանը։ Նրան ձերբակալել էին հուլիսի 1-ին։ Այսօր դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել։ Իրավապահները խուզարկել էին նաև Պավլիկ Մանուկյանի Երևանում վարձակալած բնակարանը։ Նրա խոսքով թե եղբոր ձերբակալությունը եւ թե խուզարկությունները վկայում են, որ իշխանությունները փորձում են քաղաքական ճնշում գործադրել։ Ինձ համար առանցվածային պայմաններում եղբորով բնակարանից հայտնաբերել են փամփուշտներ եւ նաեւ մի որսորդական հրացան, որը գրանցված չէր։ Այդ որսորդական հրացանն էլ մեր վաղուց այդ հրացանը կար։ Մեծ սերը մեծ զոհաբերություն է պահանջում։ Իմ եղբայրը ձերբակալվել է ամենևին կապ չունենալով այս գործի հետ։ Բայց դա նշանակություն չունի, նույնիսկ ինձ ասել անի, եթե անեմ, ինչ մենք ուրեմն պետք է հետ նահանջենք հայրենասիր, այս դարերով մի փոքրիկ հայրենիք պաշտպանելու իրավունքից։ Շուշի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման վարչության անդամ Արմեն Լամբարյանի տանը եւս խուզարկություն է իրականացվել։ Զենք, զինամթերք չեն հայտնաբերել։ Առգրավվել են Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման կամավորների բլանկ, որտեղ ընդամենը 2 կամավորների անուն է գրված եղել։ Ամենազավեշտալին այն էր փոքր տղայիս մաթեմատիկայի տետրն արգարավեցին, որի ամենավերջի թերթի էջում իմ Facebook-ի պարոլն ու լոգինն էր նշված։ Իշխանությունները դերույթին լծվել են անտանելի անշնորհակալ գործի, այսինքն իրանք պետության ներսում թշնամիներ են որոնում։ Պետության ներսում դիմադրողական բջիջներ են փորձում ոչնչացնել, որ ժամանակին այդ դիմադրողական բջիջները հենց առաջերտին որպես եթե լուրջ իշխանություն լինեին, օտարամոլ չլինեին, ստուրկամի չլինեին, հենց առաջերտին իրանք այդ դրական ազդակները դիտային այդ դիմադրողական բջիջները, իրանք ըստ չհաջողվելու ոչ մի բան, այսինքն իրանք ժամերն էլ հաշված։ Խուզարկություն իրականացվել է նաև Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամ Շուշի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորմանը կամավորագրված Գագիկ Եղիազարյանի տանը։ Նրա պնդմամբ 9 տասնյակից ավել ոստիկաններ ժամեր շարունակ իրենց փողոցում են եղել։ Անցել են հարևանների տներով, անգամ հարևաններից մեկի հավաբունն են մտել։ Մեր հարևանը շատ լավ է ասել նրանց, երբ նրանց հավաբունն են նայելիս եղել, ասել է, որ այդպես լավ չի, հավերի փետուրների արանքում փնտրեք, հնարավոր է այնտեղ ինչ-որ բան գտնեք։ Խուզարկության ժամանակ Գագիկ Եղիազարյանը տանը չի եղել, սակայն հետո հրավիրել են քննչական կոմիտե։ Ասում է այնտեղ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել։ Հարցաքննությունը, որը նրանք փորձում էին ներկայացնել որպես ցուցմունք տալու, որպես վկա ցուցմունք տալու, տևել է իմ հետ շատ կարճ, հայրս, քանի որ իրավաբանան հակառակ պրոցեսն է եղել, նա է ճնշում գործադրել նրանց վրա, որ ձեր արածները անհիմն է եւ այլն, իրավական հիմնավորում չունի որևէ, նրանք ամեն ինչին փորձել են պատասխանել նույն ստանդարտ պատասխանները, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որ ձեր տղան կապ ունի այս ամենի հետ, ասել է իսկ ուր են այդ ապացույցները, եթե կապ ունի ինչի, նա ձերբակալված չի, կամ ներկայացրեք համապատասխան ապացույցները եւ ձերբակալեք, կամ անհիմն մի անհանգստացրեք։ Քննիչը, որի ազգանունը բնականաբար ինձ չէր հետաքրքրում եւ չեմ հիշում, հարցրեց. դուք այսինչ մարդկանց ճանաչում եք։ Ես նրան հակադարձեցի հարցով, իսկ ով են այդ մարդիկ։ Ասաց, որ մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում վթարված անձինք են։ Ես պատասխանեցի, որ առաջին անգամ եմ լսում այդ մարդկանց անունները եւ չգիտեմ թե ընդհանրապես ինձ ինչի համար են այդտեղ հրավիրել ու ինչից ելնելով են ենթադրել, որ ես կարող եմ այդ մարդկանց ճանաչում եմ։ Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ոստիկաններին ուղղված առաջարկ ունի։ Ասում է թող խուզարկեն իշխանությունների ներկայացուցիչների տները, հաստատ ճիշտ հետքերով կգնան։ Հանցագործների այն ոհմակը, որոնք ասում են, դու գիտեք, ոչ թե զենք ունեն, այլ արսենալ ունեն։ Մենք այնպիսի զենքեր, որ մենք պատկերացում չունենք։ Ինչու նրանց չեք խուզարկում։ Պավլիկ Մանուկյանը եւ Արմեն Լամբարյանը իշխանություններին հորդորում են ձերբակալությունների մահակով չվախեցնել, իրենք թույլ չեն տալու, որ հողեր հանձնեն։ Եթե բոլոր անդամներին էլ անգամ ձերբակալեն, միևնույնն է ինքնապաշտպանության բնազդով ողջ ժողովուրդը ոտքի կկանգնի։ Անի Գևորգյան, Նարեկ Բարսեղյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։